Ամերիկայի փոխնախագահի այցելութենեն հետո Հայաստանի ատոմագայանի հետագա գործունեության հարցը դարձավ քաղաքական եւ հանրային քննարկման թեմա։ Խորհրդարանեն ներս վարչապետ Փաշինյանին հետաքրքրվեցան, թե Հայաստանը ինչ որոշած է այս առումով, հատկապես այն բարունակի մեջ, որ ռուսական կողմը ամերիկյան առաջարկեն հետո գրգին հայտարարեց մասնագիծ լալու իր պատրաստակամության մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance փետրվար 9-ին Երևանի մեջ համաձայնագիրը ստորագրեցին հյուրեական ուժանույթի ոլորտի ներս Ամերիկա-Հայաստան գործակցությունը շարունակելու։ Այս իրադարձությունեն հետո դարձյալ աշխուժացան քննարկումները Հայաստանի մեջ նոր ատոմագայան մգարուցելու թեմայով։ Խոսքը ոչ միայն դասական ձևի ատոմագայանի ընտրության մասին է, այլ նաև այն երկրի, որն ի վերջո պիտի գառուցե այդ ատոմագայանը։ Պոլանդը եւ Իտալիան չեն միանար Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդին, հայտարարած են Վարսոն եւ Հռոմը։ Հաշվի առնելով խորհրդի ծևի վերաբերյալ որոշակի ազգային կասկածներ, Պոլանդը չի միանար խաղաղության խորհրդի աշխատանքներում, բայց պիտի ուսումնասիրենք այն, հայտարարած է Պոլանդի վարչապետ Դոնալդ Թուսկ կառավարության նիստին։ Ան նշած է, որ Ամերիկայի հետ Պոլանդի հարաբերությունները եղած են եւ կմնան առաջնահերթություն։ Ուստի եթե հանգամանքները փոխվին, որը հնարավորություն պիտի դա միանալ խորհրդի աշխատանքներուն, իրենք չեն բացառել որևէ դարբերակ։ Իտալիո արտաքին գործոս նախարար Անտոնիո Տայանի նույնպես հայտարարած է, որ Իտալիան չի միանար Ամերիկայի նախագահ խաղաղության խորհրդի ստեղծման մասին, հայտարարեց հունվար 16-ին։ Վիլնյուսի մեջ Հայաստանի եւ Լիտվանիո արտաքին քաղաքական գերատեսչություններում միջև տեղի ունեցած են հերթական քաղաքական խորհրդակցություններ արտաքին գործոս նախարարի տեղակալ Վահան Գոստանյանի եւ Լիտվանիո արտաքին գործոս նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ։ Կարևոր նկատված է տնտեսական, պաշտպանական, անվտանգության, գիտագրթական եւ մշակութային ոլորտները ներսփող գործակցության ընդլայնումը։ Կողմերը անդրադարձած են Հայաստան-Եվրամիություն գործընկերության քննարկելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հերանեկարները եւ Լիտվանիո-Հայաստանին հնարավոր աջակցությունը։ Քննարկված են Հայաստանի մեջ կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ կակատնաժողովին եւ COP17-ին վերաբերող հարցեր։ Հայաստանի արտաքին գործոս նախարարի տեղակալ Վահան Գոստանյանն ներկայացուցած է Հարավային Կովկասի մեջ Վաշինգտոնյան համաձայնություններեն հետո ընթացող գործընթացները, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքներու աբաշրջապակման բարունակի մեջ վերջին զարգացումները։ Ֆրանկոֆոնի մշտական խորհրդի մեջ Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփան Արման Խաչատրյան մասնակցած է գազագերբության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։ Գահիտնեն Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Նշված է, որ իր ելույթի մեջ տեսփան Խաչատրյան անդրադարձած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարման գործընթացին, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասի մեջ գայուն խաղաղության հաստատմամբ։ Տեսփանը ներկայացուցած է Վաշինգտոնի մեջ ձեռքբերված պայմանավորվածություններու շրջանակներեն ներս թրիփ նախագծի իրագործման ընթացքը։ Տեսփան Արման Խաչատրյանն նաև նշած է, որ Հայաստանը կշարունակի 2027 թվականին Երևանի մեջ կայանալիք ֆրանկոֆոնի 10-րդ մարզամշակութային խաղերու գազմագերման ուղղված նախապատրաստական աշխատանքները եւ վերահաստատած է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը համապատասխան մարմիններուն հետ։ Անդրադառնալով 7 հունիսին նախադեсվող ընտրություններուն, տեսփան ընդգծած է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար եւ տափանցիկ ընտրություններ միջազգային չափանիշներուն համապատասխան եւ կարեւոր նկատած դիտորդական առաքելության ներկայությունը։ Ամերիկայի ներկայացուցիչներու բալադը քվեարկության հավանություն տված է Կանադայի նկատմամբ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսադուրքերը չեղարկելուն կգրե BBC-ն։ Քվեարկությունը խորհրդանշական բնույթ կգրե, քանի որ բանացեվը թեր պետք է հաստատվի Ամերիկայի ձեռագույտին կողմեն եւ ստորագրվի նախագահային կողմեն։ Քաղաքական վերլուծաբանները նշած են, որ նախագահային կողմեն այն հավանության արժանացնելը շատ քիչ հավանական է։ Վերընտրվել են հետո Դոնալդ Թրամփ շարք մաքսադուրքեր սահմանեց Կանադայի նկատմամբ արևդրային քաղաքականության շրջանակներու մեջ։ Վերջերս անը սպառնացավ սահմանել մինչև 100% հարկ ի պատասխան Կանադայի եւ Չինաստանի միջև քննարկվող հնարավոր արևդրային համաձայնագիրին։ Ցեզի հդեր Անի Զեյթունցյանը։